Rappresel Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, եթերում Ռուբեն Մեհրաբյան Talks YouTube-յան ալիքն է եւ մեր հերթական հարցազրույցը այսօր իմ հյուրն է Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության ղեկավար եւ Եվրաքվե նախաձեռնության անդամ, նաեւ իմ լավ բարեկամ Հովսեփ Խուրշուդյանը, սա իր առաջին հարցազրույցն է մեր ալիքին, ինչի համար ուզում եմ շնորհակալությունս հայտնել հրավերս ընդունելու համար, պարոն Խուրշուդյան։ Սիրով Ռուբեն ջան։ Եվ ուրեմն սկսենք նրանից, որ հիմա քաղաքական արձակուրդ է, բայց հաշված օրեր են մնում քաղաքական սեզոնի բացմանը, երբ իր աշխատանքները կսկսի նորընտիր ազգային ժողովը, եւ ահա ազգային ժողովն իր աշխատանքները սկսում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի պայմաններում, ճգնաժամ, որը պետք է հաղթահարվի։ Եվ ըստ էության սա ամենալուրջ մարտահրավերն է արտաքին Հայաստանին այս պահի դրությամբ, եւ Հայաստանը նորից գալիս է դիլեմային, ինչի առաջ կանգնած էր, ասենք 13 թվականին, եւ մենք գոնե ես եւ դուք հիշում ենք սեպտեմբերի 3-ին ինչ տեղի ունեցավ, հա, այդ տարի։ Այն ժամանակ Հայաստանն էր ուրիշ, Ռուսաստանն էր ուրիշ, աշխարհն էր ուրիշ, բայց ընտրությունը նույնն էր, ինչ այսօր։ Այսօր բոլոր գործոններն արդեն տարբեր են, բայց ընտրությունը մեկն է։ Ընտրությունն էլ ըստ էության կայացած է, բայց դրա այսպես ասենք պատրաստ լինելու եւ դինամիկա հաղորդելու խնդրի առաջ ենք մենք հիմա կանգնած։ Ձեր գնահատական այս քաղաքական պահի համեցեք։ Իրականում մեր մոտ պակասում է ռազմավարական պլանավորումը մի տեսակ։ Եվ շատ հաճախ այսպես իշխանությունները նաև օպերատիվ արձագանքման ռեժիմով են անում այն քայլերը, որը շատ դեպքերում պետք էր վաղուց անել։ Տեսեք, այդ դիվերսիֆիկացիայի պատմությունը, հա, հայտնի բազմաչարչար դիվերսիֆիկացիան, որը վերջապես սկսեցին անել, նաև հիմնավորելով դե ժամանակ հնարավորություն չկար, իսկ հիմա տեսեք Եվրոպան բացել է դռները եւ մենք օգտվելով այդ առևտրային ուրեմն թեթևացումների հնարավորություններից, մաքսային թեթևացումների, մենք ուրեմն դիվերսիֆիկացնում ենք, բայց իրականում միայն Եվրոպայի հետ առևտրի մասին չէր խոսքը։ Իհարկե։ Եվ որ տարիներ շարունակ մենք ասում ենք, որ այս ուխտը ձեր դուրը չոքելու է, մեր բոլորիս դուրը չոքելու է, Ռուսաստանը իր այդ հեգեմոնիան առևտրային, այսինքն մեծամասնությունը կամ գերակշիռ բաժինը, հա, 40%-ը որոնի, ինքը փորձելու է մեր դեմ օգտագործել եւ այն ժամանակ մենք ավելի ծանր կարողանանք դրա տակից դուրս գալ, քան եթե հիմիկվային սկսենք կամած քայլ առ քայլ դիվերսիֆիկացնել մեր արտաքին հարաբերությունները առևտրային։ Հասկանալի է, որ դա միայն իշխանություններից չէր կախված, այլ նաև բիզնեսները պետք է ընկալեին, որ իրենք էլ էին վնաս ստանալու եւ այդ կոմֆորտ գոտուց իրենց դուրս գային։ Իրենք էլ իրենց ռազմավարական պլանավորումը անեին, մանավանդ որ կար վերլուծական դաշտում այդ զգուշացումները կային եւ հիմնավոր էին, որ վաղ թե ուշ դա լինելու է, որտեվ առաջինը չենք, վերջինը չենք, Ռուսաստանը բոլորի դեմ է դա կիրառել։ Բոլոր նրանց, ովքեր փորձել են ինքնուրույն սեփական շահերից ելնելով քաղաքականություն վարել, այլ ոչ թե սպասարկել ռուսական շահերը։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ այո, դժվարությամբ նոր այսպես օպերատիվ արձագանքման ռեժիմով մենք սկսում ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին առևտուրը։ Դեռ այն էլ պարզ չի, ինչքանով հաջող մենք կարողանանք դա անել։ Եվ Ռուսաստանը կարծես թե այն որ տեսնում է, որ ամեն դեպքում ինքը մեծ հաջողության չի հասնում նաև Հայաստանի վրա ճնշման տեսակետից, այսինքն մենք հա վնասները կրում ենք, որը կարող ենք եւ չկրել, եթե ժամանակին դիվերսիֆիկացնենք, բայց բարեբախտաբար Հայաստանի իշխանությունները այսպես չեն ընկրկում եւ չեն պատրաստվում զիջել առանցքային շահերը Հայաստանի այդ ճնշումների ներքո։
Եվ մենք կարծում ենք նաև, որ գուցե ընտրությունից հետո ռուսական այդ սանկցիոն քաղաքականությունը թեթևանա, չթեթևացավ, այսինքն իրենք ամեն դեպքում ավելի գոնե միջնաժամկետ կտրվածքով են դիտարկում դա, եթե ոչ երկարաժամկետ, իրենց 5-րդ շարասյանը այստեղ կերակրելու տեսակետից, այսինքն կերակրելու հաստարկներով, որ տեսեք Հայաստանի ինքնիշխան քաղաքականությունը ինչի է բերում։ Երբ որ մենք ճորտ չենք ռուսների, տեսեք, մենք ինչ վնասներ կարող ենք կրել։ Եկեք նորից գնանք դառնանք ճորտ։ Այսինքն այդ փաստարկը դնում են բերանը իրենց 5-րդ Շարասյան այստեղ եւ ագենտուրայի բերանը նաեւ այստեղ է։ Հասկանալի է, որ գնալով այդ փաստարկը ավելի քիչ է ազդում, որովհետեւ ամեն դեպքում Հայաստանի ժողովուրդը իր հոգեբանությամբ երբեք ճորտ չի եղել բարեբախտաբար եւ այս այն դեպքը չի, երբ որ այդպիսի ճնշումներով կարող է ինչ-որ արդյունքի հասնել, չնայած այնց էլ չի, որ ուրիշ տեղերում է հասել արդյունքի։ Այնքան կարճատես է ռուսական արտաքին քաղաքականությունը, որ ոչ մի կերպ իր հոգեբանությունից չի կարողանում դուրս գալ եւ նայել ազատ մարդկանց որպես ազատ մարդ, որտեղ իրենք հարյուրամյակներով ցավոք սրտի իրենց ժողովրդի զգալի մասը լինելով ճորտացած վիճակում, այդ հոգեբանությունը իրենց մոտ դուրս չի գալիս, նույնիսկ այն դեպքում, երբ որ տեսնում են, որ դա չի ազդում այլ ժողովուրդների հանդեպ, երբ որ իրենք գործադրում են։ Ուկրաինայի հանդեպ չազդեց, Մոլդովայի հանդեպ չազդեց, Մերձ Բալտիկայի մասին չեմ էլ խոսում, Վրաստանի հանդեպ չազդեց։ Եվ Հայաստանի հանդեպ եւս չի ազդել։ Ինչքան էլ որ իրենք վստահ լինեն, որ այստեղ աճեցրել են մի այնպիսի հզոր 5-րդ շարասյուն, որ ամեն դեպքում ինչ էլ մեր գլխին բերի Կրեմլը, մեկը ասելու է, մեկ է դու մեր մեծ աղբերն ես, ինչ ուզում ես մեր գլխին արա։ Իրենք գերագնահատում են իրենց 5-րդ շարասյան հնարավորությունները։ Եվ դա բերում է եւ իրենց ուրեմն ֆեյլերի, իրենց քաղաքականության անհաջողությունների եւ մյուս կողմից իհարկե վնասների, որ մենք ենք կրում, մի քիչ ավելի թանկ է մեր վրա նստում իրենց չհասկանալը մեր հոգեբանության, բայց ոչինչ։ Երբ որ կհասկանան այդ ժամանակ կտեսնեմ, որ վաղ թե ուշ պետք է փոխեն այդ քաղաքականությունը մեր հանդեպ։ Բայց դա չի նվազեցնում մեր պատասխանատվությունը մեր սեփական քայլերի համար եւ ավելի հեռու նայելու կարիքը եւ պակասությունները մենք նաեւ տեսնում ենք դրա եւ գուցե դա նաեւ դաս կլինի եւ իշխանություններին եւ բիզնեսներին, որ ավելի արագ, ավելի փութաջան է պետք է ամեն ինչ անել։ Պարոն Խորշուձյան, տեսեք, փաստորեն մենք կանգնած ենք մի իրականության առաջ, երբ Ռուսաստանը իր ձեռքով է Հայաստանին դուրս շպրտում իր, այսպես ասենք, ռուսկի միրից, հա, իր ձևով։ Եթե հիշում եք սեպտեմբերի 3-ի այդ որոշումը ինչպես էին ոմանք բացատրում, որ դե գիտեք ինչ, ժամանակ մաքսային միություններ, մաքսային միության եւ Եվրամիության միջև Հայաստանը ընտրություն կատարեց հօգուտ անվտանգության, հա։ Հիմա այդ անվտանգության ու պաշտպանության մենք որևէ օրակարգ չունենք Ռուսաստանի հետ եւ եթե այդ համատեքստում Ռուսաստանի մասին խոսում ենք, այլ արդեն ոչ թե գործընկերոջ, այլ որպես սպառնալիքի մասին կամ ընդհանրապես չենք խոսում։ Զենք պետք է Ռուսաստանը տար մեզ, չի տալիս, որովհետև մեկը լինի իրեն զենք տա։ Հիմա էլ հնա Հյուսիսային Կորեայի հույսին է մնացել։ Այն էլ անվճար պետք է տայի բերեց զենքը։ Դե հա։ Ինչն է, մնում է տնտեսական լծակները, Ռուսաստանը տեսնում ենք, որ շատ այսպես թիրախավորված է այդ զենքը կիրառում մեր դեմ, թիրախավորելով հենց այն ոլորտները, որտեղ ներգրավված են տասնյակ հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, ըստ էության փորձելով նրանց դրդել, որ իրենք գան եւ բողոքի ցույցով կանգնեն կառավարության շենքի դիմաց։ Բնականաբար այդ 5-րդ շարասյուն, 6-րդ պալատ, Մոսկովսկի ցիրկ, այդ ամենը եւս օգտագործելով, հա։ Բա դրա համար են բուծել, բա այդ օրվա համար են բուծել, բայց ինչի համար։ Հիմա մենք տեսնում ենք նաև կառավարության հակաքայլերը դրա,
Ձեր գնահատականում որքանով է այդ ամենը չնայած եւ ուշացած, բայց այնուամենայնիվ համարժեք։ Ի վերջո Հայաստանի վարչապետը հարց է դնում ու ասում է, որ ինքը այդ հարցը տալու է։ Ի վերջո դուք ողջ եք, թե մեռած։ Բայց մենք տեսնում ենք, որ հապկի դեպքում էլ նույն վիճակն է։ ԵԱՏՄ-ն իր ֆունկցիոնալությամբ վերածվում է հապկ 2-ի։ Տեսնում ենք ուկրաինական դրոնների հարվածներ, տեսնում ենք բենզինի ճգնաժամ, ընդ որում անվերականգնելի։ Մնում ենք տեղ ինչ անենք, էլի ասենք հիմա էլ ինչն ենք հարցնում, ինչքանա տևելու այդ հարցնելը, հետո հարցնելուց հետո այդ պատասխանի ստանալը եւ այլն եւ այդպես շարունակ։ Համեցեք։ Դե կարևոր է, որ իշխանությունները վերջապես հասկանալով, որ 5-րդ շարաշունը ինչքան ռեալ վտանգ է ներկայացնում իրենից, սկսել են որոշակի այսպես դեմոնտաժ իրականացնել այդ կառույցների 5-րդ շարասյան։ Եվ դա ուրախալի է, բայց դա բավարար չէ։ Միայն քաղաքական դաշտում դա իրականացնելը որոշ քաղաքական ֆիգուրների ճակերտավոր քաղաքական, քաղաքականության մտած իրականում այդ քրեա օլիգարխիկ մնացուկների եւ ռուսական գործակալների չեզոքացնել դեռ բավարար չի։ Քաղաքականություն մտածներից բացի Կրեմլը ունի լայն գործակալական ցանց շատ կարևոր համակարգերում։ Եվ երբ որ մենք անդադ մեզ ճղելով ասում ենք լուստրացիա, մենք սա նկատի ունենք նաև, որ գործիքակազմից պետքա զրկել Կրեմլին։ Այն ինչ որ օրինակ Ալիևը արեց առանց լուստրացիա հրճակելու, բայց փաստացի այդ լուստրացիան արեց։ Ինքը մաքրեց համակարգերը եւ թող չասեն, որ արխիվները տարել են ռուսները 93 թվականին, մենք չգիտենք ովքեր են գործակալներ, այդ հեքիաթները պետք չի ասել։ Այդ արխիվները չի նախ միայն, որով հնարավոր է պարզել ովքեր են այդ գործակալները, այդ գործակալների մի զգալի մասը հավաքագրվել են այն մարդկանց կողմից, որոնք դեռ Հայաստանում են, եթե նույնիսկ դեռ արդեն համակարգում չեն, բայց Հայաստանում են եւ իրենց միջոցով, հարցաքննությունների միջոցով, թեկուզ ներքին կարգով աշխատանք իրականացնելով հնարավոր է բոլոր այդ ցանցերը պարզել, այլ չեմ խոսում, թե ինչ դոսիեներ եւ ինֆորմացիաներ մեզ կտան մեր արևմտյան գործընկերները։ Ոնց որ տվեցին մոլդովացիներին, բացելով Ռումինիայի Սեկուրիտատեի արխիվները, ոնց որ տվեցին արևելաեվրոպական երկրներին, բացելով շտազիների եւ արևելաեվրոպական տարբեր գործակալական այդ կառույցների արխիվները։ Եվ մենք գիտենք, որ այդ բազաները նաեւ հենց ռուսական, սովետական KGB-ի բազաների մի զգալի մասը գնացել է արևմուտք այն փախած գեներալների, բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով KGB-ի, որը սովետական միության փլուզումից հետո տեղի ունեցավ։ Այսինքն ուղղակի պետք է հարցնել, պետք է քաղաքական կամք դրսևորել, օգտագործելու այդ ինֆորմացիան, որովհետև գիտեք, եթե դուք կարիքը չունեք այդ ինֆորմացիայի, չեք հարցնում, այսպես հարցում չեք ուղարկում, ոչ մի արևմտյան հատուկ ծառայություն եւ այլ կառույց ձեզ այդ ինֆորմացիան որպես ինչ տա։ Եվ եթե դուք այդ դրսևորեք, կտան եւ դուք էլ ձեր ներքին աշխատանքի միջոցով հնարավոր կլինի մաքրել այդ ցանցերը։ Այդ մեկ, երկրորդը հաշվի առնելով, որ եւ դա շատ դրական եմ գնահատում, որ վերջերս ԿՊ-ի որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ են դա ասում, որ կոռուպցիան եւ գործակալական ցանցերը սերտաճած են, որ հենց գործակալական ցանցերն են նախ եւ առաջ ամենամեծ կոռուպցիոներները եղել։ Ուրեմն երկրորդ ամենակարևոր գործիքակազմը դա վեթինգն է, որը էլի բարեհաջող թաղեցին իշխանությունները, միջև այդ խոստանալով վեթինգ անել, հետո էլ պարզվում է ավելի կարևոր փաստարկներ ունեն իրենց տրամադրած Բադասյանը, չգիտեմ, այլ ուրեմն ներկայացուցիչներ, որոնք որ ազգային ժողովում էին այնտեղ նստած իրավական հանձնաժողովում եւ այլն, համոզեցին, որ չէ, հանգար դատավորներին ձեռք չտակ։ Կփլուզվի, դատական համակարգը կփլուզվի, թողեք, թող կաշառակեր դատավորները հանգիստ աշխատեն։ Այն դատավորները, որոնց որ Դավիթ Հարությունյանը ժամանակին 60-90 հազար դոլարով աշխատանքի էր ընդունում, հետո դրա մի ահագին մասն է վերև էր ուղարկում։ Ռոբերտ Քոչյանի օրոք նկատի ունեմ, երբ որ ինքը արտադրության նախարար էր։ Գիտենք, չէ՞ ոնց են այդ դատավորները դատավոր դարձել։ Երևանում 90 հազար էր արժեքը, մարզերում 60 հազար։ Ու հետո այդ փողը
քերթում էին արդարադատությունից այդ նույն դատավորները կրկնակի եռապատիկ որ հանեն բնականաբար ներդրում են արել պետք է հանեն չէ բիզնեսմեն կաշառակերները ու Դա այդ կաշառք չէր, դա ներդրում էր։ ներդրում էր այո ներդրում էր մեր արդարադատությանը հերանիծելու գործում որ հետո հազարավոր ճակատագրեր խեղեցին իրենց անարդար որոշումներով հիմա այդ մարդիկ աշխատում են իրենց տեղերում եւ պաշտպանված են եւ հիմա նոր Նիկոլ Փաշինյանը ասում է մենք դա թույլ չենք տալուս ուրեմն այս կարգի այս ինչ խայտարակություն է տիրում դատական համակարգում եւ այլ լավա որ վերջապես իմացաք որ այդ խայտարակությունը տիրում է դատական համակարգում որտեղ որ տերովին տերն է տարել անտերին է գելը եւ դա էլ վեթինգը եւ երրորդը հանրային ինստիտուտները որոնք դուք ստեղծեցիք նաև հասարակական ճնշման ներքո որոշում կայացրեցիք գոնե որ պետք է ստեղծեիք բայց տենց էլ գործընթացը այսպես անավարտ մնաց երրորդ օղակն է այդ մակրազերծման մեր պետական համակարգի դատական համակարգի եւ դա էլ չեք անում ցավոք սրտի խոսքը հայտնի այդ հաշվիչ հանձնաժողովի մասին է որը որ պետք է քններ բոլոր այդ նախորդ հանցագործությունները քաղաքական ոլորտում հաշվի քննիչ, հա, այդ գործառույթը պետք է կատարեր։ Գիտեք, դրա մասին խոսել եմ, որ հայտարարությունը տվեցին, որ հեսա պետք է ընտրենք։ Եվ այդպես էլ այդ հայտարարությունը տվել են մենակ աշխատակազմի ինչ որ մի հատ փախած կայքում, որ ոչ մեկ չտեսներ, ժամկետ էլ չէին նշել, որ բարձում է 15 օր էր ընդամենը, ոչ մեկ չգիտեր, որ 15 օրից էլ չէին կարողանալու դիմեն։ Ես վերջի պահին իմանում եմ, ընկնում եմ փորձագետներին, խնդրում եմ, առաջարկում եմ, որ ներգրավեն այդտեղ, բավարար թվով այդպես էլ չի հավաքվում անհրաժեշտ թիվը, որ ձևավորվի այդ հանձնաժողովը։ Պարոն Խորշուձյան, մենք նաև մտնում ենք մի ժամանակաշրջան, երբ այդ հարյուրավոր քրեական գործերը պետք է միշտ դատական փուլից մտնեն դատական փուլ, հա, այդ ընտրակաշարք եւ այլն եւ այդպես շարունակ մենք գոնե գիտենք ինչ աստիճանի ապականել ընտրական գործընթացը այդ ամենը եւ մենք փաստորեն այդպես էլ պետությունից ստանում ենք քաղաքական հայտարարություններ, բայց ոչ թե իրավաքաղաքական հարթության վրա ամրագրված գնահատականներ եւ դրանից բխող գործողություններ այնպես ինչպես եւ անցյալի իրավաքաղաքական գնահատական չենք ստանում եւ արդյունքում մենք ունենք գործող լեգալ գործող քաղաքական այսպես կոչված ուժեր որոնք անթակույց ձևով աշխատում են ռեստավրացիայի օրակարգի վրա ինչը ուղղակի անպատկերացնելի է, հա, որում հոգուտ այլ պետության շահերի սեփական պետության հաշվին, սա նորմալ է։ Քաղաքական գնահատականն էլ իմ ասած գործիքակազմի թվում պետք է լիներ նախորդների քաղաքական գնահատականը, որովհետև եթե դու չես տալիս քաղաքական գնահատական նախորդներին, չես ասում, որ պետությունը բռնազավթված է եղել քրեա օլիգարխիկ խմբավորումների կողմից եւ չի ներկայացրել հանրային շահը, ընտրված չի եղել։ Դու ճանաչում ես բոլոր նախկինում կատարված որոշումները օրինական։ Եթե բռնազավթված ազգային ժողովը Գագիկ Ծառուկյանին 6 միլիոնի սուբսիդիա է տրամադրում, որպես պարգևավճար փաստացի ընտրությունների 2007 թվականի ընտրություններին իր կատարած ներդրումների դիմաց։ Դրանից շատ ավելի քիչ ներդրումների դիմաց ինքը կրկնակի ավել ուրեմն ազգային ժողովի միջոցով պետական բյուջեից ուղղակի գրպանեց 6 միլիոն դոլար։ Եթե քաղաքական գնահատական չկա, դա լիովին օրինական գործարքի ազգային ժողովը ուներ իրավունք նման բան անելու։ Դու հիմա գնա ինչքան ուզում ես քեզ ճղի ասա, որ դա թալան է եղել։ Ոչ, ազգային ժողովը իրավունք ուներ։ Կարող էր նույնիսկ մի հատ է գրեր շնորհակալագիրել մի հատ կողքը գրեր, ասել որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ մարդ է, մենք որոշել ենք իրան 6 միլիոն տանք։
Հələ լավ է դրանով ենք բրծել։ Կարող է շարքով դնել բոլոր օլիգարխներին հերթով մարդա 6-10 միլիոն դոլար փող տալ։ Եվ հիմա առանց քաղաքական գնահատականի ոչինչ չեք կարողանալու անել, որտեղ ազգային ժողովը, եթե օրինական մարմին լիներ, ինքը ներկայացնելու է ժողովրդին, ժողովրդի անունից ինչ ուզես կարող է որոշել։ Դու պետք է ասես, որ ինքը չէր ներկայացնում ժողովրդին, որ ինքը բռնազավթված էր, ոնց որ ժամանակի միջազգային կառույցներն էին ասում, որ պետականությունը մեր բռնազավթված է եղել, հատուկ որակում էր տրվում capture state, այսինքն բռնազավթված պետություն ենք ունեցել, որ այդ կրիմինալը նստել է այդ գանձարանը վերցրել է, դրա վրա նստել է եւ սկսել է միջից այսպես օրինականորեն ազգային ժողովի որոշումներ ուսես լափերը հանել ու օգտագործել, ուտել, թաթերը մցնելով, կեղտոտ թաթերը մցնելով հանրային միջոցների այդ բյուջեի մեջ։ Այդ դրա համար է պետք քաղաքական գնահատականը։ Էլ չեմ խոսում կեղծված ընտրությունների մասին, որը նաև էլի եմ ասում, այս հաշվիչ հանձնաժողովը պետք է քններ եւ ցույց տար ընտրություն առ ընտրություն ոնց են կեղծել այդ ընտրությունները քննություն իրականացնելով։ Քննիչ հանձնաժողով պետք է լիներ դրա համար։ Կարեցին։ Դե բան խոշուձեն, բայց մենք տեսնում ենք, որ գոնե այսպես ռետորաբանության մակարդակով այո, ասվում է, որ սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, երբ կոչում են գործակալներ, ապա ասում են ում գործակալ, եւ ըստ էության արդեն սպառնալիքը սպառնալիք են համարում։ Ինչպես Սերժ Սարգսյանի ընտրությունների գնահատականներում էր գրված, սա արդեն քայլ առաջ է, հա, բայց բավարար քայլ չի, հա, ասենք, որովհետեւ այդ դիագնոստիկայից, այդ եզրակացությունից պետք է շատ հատու հստակ գործողություններ բխեն եւ Հայաստանը պետք է կոպիտ ասած իր հարաբերությունները ճշտի Ռուսաստանի հետ, ընդ որում թե ներքին ներքաղաքական հարթության վրա, թե տարածաշրջանային հարթության վրա, թե միջազգային հարթության վրա։ Ի վերջո այս գործընկերությունները նոր համախոհ երկրների հետ, որ մենք ունենք, պետք է իր պատուղները տան, իսկ այս ամենը բացի խոչընդոտելուց ուրիշ ֆունկցիա այլևս չի կրում իր մեջ, որևէ պրոբլեմ չի լուծում, այլ ինքնին պրոբլեմ է։ Համեցեք, ամփոփենք։ Այո, դե այդ ամեն ինչը տեսանելի է, որ այդ փոփոխությունը, հա, իշխանությունների վերաբերմունքի տեսանելի է, որ ճարահատյալ վիճակից է գալիս, որովհետև արդեն Ռուսաստանը բոլոր կարմիր գծերը Հայաստանի վրա ճնշում գործադրելու, Հայաստանի դեմ գործելու անցել է եւ դրանով ազատել է ըստեյության Հայաստանի իշխանությունների ձեռքերը ավելի անկեղծ գնահատական տալու համար եւ այդ քայլերը նաեւ որ ասեցի, հա, ապա մոնտաժելու այդ կառույցները գործակալական ցանցին վերաբերող 5-րդ շարաշկանը վերաբերող կառույցները ապա մոնտաժելու ավելի համարձակ քայլերի գնալ, բայց արդյոք պետք է սպասել, էլի այդ եմ ասում, էլի արդյոք պետք է սպասել, որ հոգուն վրա հասնի, որ այդ ճնշումները առարկայականան, նոր այդ քայլերը արվեր, երբ որ վաղուց կարելի էր անել եւ իմանալով, որ մեկը այդ ալիքը լինելու է մեր դեմ Ռուսաստանից, բայց դու ավելի պատրաստված կմոտենայի դրան եւ էլի եմ ասում, այդ ամբողջը, եթե մենք ճիշտ հետեւություններ անենք, ապագայի մարտահրավերները ավելի պատրաստ կդիմակայենք, իսկ սրանով չավարտվեց այդ ամեն ինչը։ Մենք բազմաթիվ այլ մարտահրավերների սպառնալիքներ, բաներ կան, որ պետք է հիմիկվանից դրա դեմ առնել, նաեւ իմ ասած այդ գործիքակազմերը կիրառելով, մաքրելով դաշտը, որ Մոսկվայում, Կրեմլում նույնիսկ մտքներով արդեն չանցնի, ոնց որ Ադրբեջանի դեպքում մտքներով էլ չի անցնում, որ կարող են ինչ-որ 5-րդ շարաշուն խաղացնել այնտեղ, որտեղ չի մնացել։ Նույնը Հայաստանի դեպքում պետք է լինի։ Մտքներով պետք է չանցնի, որտեղ պետք է տեսնեն, որ վերջ չկա էլ այդ գործիքակազմը։ Եվ վերջին հարցս, պարոն Խորշուձյան, նաև այս ամենը սերտորեն առնչվում է մեր տարածաշրջանային օրակարգի հետ եւ խոսքը գնում է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասին, խոսքը գնում է հարևանների հետ փոխկապակցվածության մասին, սրանք նաև են ամենամանիպուլացվող հարցերն են
որ այդ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները եւ իրենց այսպես կոչված մամուլը բերանի ծամոնի են վերածել։ Ինչ այսպես կոռելացիաներ եք տեսնում այս օրակարգերի միջև համեցեք։ Անելիքի իմաստով, էլի։ Ընդհատվեց ընթացքում կապը ընդհատվեց, հարցը քիչած մնաց, մի հատ նորից խնդրեմ կրկնի։ Հա, խոսքը վերաբերվում է նաև այս մեր տարածաշրջանային օրակարգին եւ Հայաստանի անելիքները այստեղ ինչպես են զուգահեռվում ներքին օրակարգի հետ, հա, խոսքը Ադրբեջանի հետ խաղաղությունն է, Ալմատիի հռչակագրի դրույթների հիման վրա, խոսքը փոխկապակցվածության ձևավորումն է, սրանք ամենամանիպուլացվող հարցերն են մեր այս Հայաստանում արկա այդ 5-րդ Շարասյան եւ իրենց այսպես կոչված մամուլի կողմից։ Համեցեք։ Տեսեք, Ալիևի քայլերը հուշում են, որ ինքը ձգձգում է, ինքը շահագրգռություն ցույց չի տալիս խաղաղության պայմանագիր օրարը ստորագրելու հարցում։ Եվ դա հուշում է, որ ինքը սպասում է արտաքին քաղաքական, աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխությունների, որից հետո ինքը ավելի մեծ հնարավորություններ կունենա Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով ավելին ստանա Հայաստանից տարբեր հարցերում, հատկապես իհարկե այդ ճանապարհների հարցում։ Եվ ստեղ է, որ մենք պետք է ավելի մեծ գործ անենք եվրոպական ինտեգրման, Եվրոմիության հետ ինտեգրման եւ արևմուտքի հետ հարաբերությունների սերտացման առումով, որտեղ մենակ այդ ճանապարհով կարող ենք կանխել որևէ նման հեռանկար Ադրբեջանի կողմից օգտագործելու տեսակետից։ Եվ այդ իմաստով, երբ որ մենք տեսնում ենք, որ մի կողմից Ադրբեջանը ճանապարհներ է բացում տարբեր բեռների համար, նույնիսկ բենզին է վաճառում Հայաստանին, բայց մյուս կողմից ամեն ինչ անում է, որ Թուրքիան չափաշրջափակի սահմանները, չբացի սահմանները, հասկանում եք, որտեղ դա է կարևոր Հայաստանի համար առավել եւս։ Մեզ ռուսական բեռների հեշտացում դեպի Հայաստան գալու, որ Ադրբեջանով են սկսեն գալ եւ ավելի էժան են գալիս։ Ավելի քիչ նշանակություն ունի, ավելի քիչ կարևորություն ունի, քան Եվրոպայի հետ մեր բեռների ուրեմն շարժի հեշտացումը, իսկ դա առանց Թուրքիայի սահմանը բացելու շատ դժվար է լինելու։ Ճիշտ է, հիմա Թուրքիան մի քայլ արեց եւ Վրաստանով անցնող մեր բեռները ուրեմն ավելի հեշտ են Թուրքիայով անցնելու սահմանափակումները էապես նվազեցվել են, բայց միևնույնն է, մեզ պետք է օր առաջ այդ երկաթգծի վերականգնում Գյումրի Կարսը եւ բացի դա էլ ուղղակի կարգոյի սահմանափակումների լիակատար վերացում Հայաստանի եւ Թուրքիայի միջև, որը հնարավորություն կտա ուղիղ դուրս գալ Թուրքիայի տարածքով, ցամաքային տարածքով Եվրոպա, հայկական ապրանքների համար եւ հակառակը Եվրոպայից ապրանքներ ներկրելու հարցում։ Եվ այստեղ է, որ Ալիևը դեռ խաղում է Պուտինի հետ։ Ինքը դեռ հույս է փայփայում, որ եթե ինչ որ հնարավորություն ունենա շրջադարձ անելու եւ հետ գալու դեպի նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, այսինքն ավելի ճիշտ նոյեմբերի 9-ի 9-րդ կետ, որտեղ այդ փաստաթղթի մյուս բոլոր կետերը արդեն գոյություն չունեն, այդ 9-րդ կետը իրեն ավելի շահավետ կարող է լինել, որտեղ այնտեղ իրոք Հայաստանի ինքնիշխանության զրոյացում էր ենթադրում ըստ էության, եթե ռուսական ՖՍԲ-ի զորքերը իրենց պատկերացրած ձևով գային կանգնեն այնտեղ եւ վերահսկեն այդ միջանցքը, արդեն միջանցք։ Այնպես որ նաև Պուտինին է ինքը դրանով հույս տալիս, որ իր հետ կարելի է դեռ աշխատել, որ իրենից լրիվ հույսերը պետք չի կտրել, եւ այսպես Պահեստային տարբերակ է թողնում ետնահանջի, եթե արևմուտքից ճնշում լինի իր վրա, իր ապակառուցողական ոչ կոնստրուկտիվ, այսպես դեստրուկտիվ գործունեության կապակցությամբ Ալիևի։ Եվ դա շատ նուրբ զգուշ քաղաքականություն է պահանջում, որը միշտ չէ, որ անընդհատ զիջումների եւ ամեն ինչի հետ համաձայնվելու ուղով է գնում։ Շատ դեպքերում դու պետք է զուգահեռաբար ինչ որ գործիքակազմ ստեղծես քո համար նաեւ Պահեստային տարբերակներ, ոնց որ ինքը իր համար ստեղծում է, տարբեր ոլորտներում, այդ թվում Եվրոպայի հետ աշխատանքով միջազգային տարբեր ճնշումների ուժգնացման եղանակով։ Շատ շնորհակալ եմ, պարոն Խուրշիդյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները այս բարդ process-ներում, ձեր հենց այդ
ձեր կողմից մատնանշած այդ նրբությունները եւ նաեւ առաջարկությունները մեր հետևորդներին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին առաջին եթերին հատկացնելու համար ամենայն բարիք մինչ նոր հանդիպում Ձեզ էլ նմանապես շնորհակալություն։